Ինչպես տեղեկացանք, այսօր ակցիա է տեղի ունենում գլխավոր դատախազության դիմաց, նվիրված Հայաստանի Հանրապետությունում բոլոր քաղբանտարկյալներին։ Այսօր բազմաթիվ գործիչներ, լրագրողներ, այդ թվում նաև բլոգերներ հետապնդվում են ներկա իշխանությունների կողմից, բայց հարկ եմ համարում հիշեցնել, որ այս բոլոր ճնշումները սկսվել են 22 թվականի գարնանից, երբ բանտարկվեցին Սասնա ծռերի անդամները։ Ինչ կարելի ասել սրա կապակցությամբ։ Ես կարելի ասել ինստիտուցիոնալ հիշողություն ունեմ անկախ Հայաստանի եւ հիշում եմ Հայաստանի քաղաքական կյանքը սկսած երևի 88-90-ական թվականներից կարելի արձանագրել, որ բոլոր իշխանությունների օրոք Հայաստանում եղել են քաղբանտարկյալներ, այսինքն քաղաքական նպատակներով հետապնդվողներ, բայց այն ինչ որ արդեն տեղի ունենում Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ, այդ աննախադեպ է համեմատած բոլոր նախորդ իշխանություններին, եթե գումարային առումով նրանց թվերը գումարենք, կստանանք մոտավորապես այն ինչ որ Նիկոլ Փաշինյանի օրոք, եւ բացի այդ, եթե նախորդ դեպքերում դրանք միաբնույթ, այսպես ասած, մի քաղաքական կողմնորոշում ունեցողների ձերբակալություններ էր, հիմա այսպես քաղբանտարկյալների սպեկտրը բավական լայն է, կարելի է այդպես 6 հիմնական խմբի բաժանել, Սասնա ծռեր, որոնք ավելի վաղուց էին արդեն քաղաքական հետապնդումների ենթարկվում, Սասնա ծռեր, սրբազան շարժման կողմնակիցներ, մասնակիցներ, եկեղեցականներ, Սամվել Կարապետյան, թիմ ընտրված նախագահներ եւ բլոգերներ։ Այստեղ բլոգերների դեպքում նաեւ պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ ոչ միայն հետապնդվում են եւ հիմա գտնվում են քրեակատարողական հիմնարկներում, այլ նաեւ խոչընդոտում են իրենց գործունեությունը։ Մենք գիտենք օրինակի համար բլոգեր Արթուր Չախոյանին, որը ի վեր էր հանում ընթերացումներ, որ քաղաքապետարանը թույլ էր տալ իր աշխատանքների մեջ, բայց ի վերջո ասենք տեսանք, որ ծեծի ենթարկվեց եւ դրա համար ըստ էության ոչ մեկ պատասխանատվություն չկրեց։ Այս առումով թեև նա ազատության մեջ է, բայց որոշակի առումով խոչընդոտվում է եւ այդպես էլ կարելի է դասակարգել։ Այն որ բլոգերները ճնշումների են ենթարկվում, դա ինչի նշան է, պարոն Զոհրաբյան, միթե ներկա իշխանությունները չակերտավոր վախենում են նույնիսկ խոսքից պարզվում է։ Այո, վախենում եմ, որտեղ խոսքը ազդեցիկ է, այս մյուս տարի պատրաստվում է հերթական քաղաքական ընտրությունները եւ այն հարթակները, որով կարելի է ասենք ընդդիմադիր խոսք փոխանցել կամ պարզապես խոսք փոխանցել, ողջամիտ խոսք փոխանցել կամ իրենց վերահսկության տակ չգտնվող խոսք փոխանցել, այդ առումով նաև իրանց համար վտանգավոր է, իրանց քաղաքական վերարտադրության համար վտանգ են ներկայացնում։ Դուք մի քիչ առաջ նշեցիք տարբեր խմբեր, որոնք ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից, ինչու է կարևոր, որ բոլոր շերտերը միասին պայքարեն քաղբանտարկյալների համար, այլ ոչ թե ամեն մի խումբը առանձին իրենց յուրայինների համար, այսպես ասած։ Դե տեսեք, կարծեմ, եթե չեմ սխալվում, դա ասենք ֆաշիստական Գերմանիայի հետ առնչվող մի հատ դիտարկում է, որ ասում է, երբ որ եկան կոմունիստների հետևից, ես լռեցի եւ այդպես շարունակ, հետո եկան, այսինքն իմ հետևից, բայց էլ բոլորը լռել էին, այսինքն ոչ մեկ դուրս չեկավ։ Այսինքն քաղաքական հետապնդումը դա այն հանցագործությունն է, որի դեմ բոլորը պետք է, այսպես ասած, համախմբվեն, իրանց ջանքերը գործադրեն։ Այս թվարկած խմբերի մեջ բոլորը չեն, որ ներկայացնում են իմ քաղաքական իդեալը, բայց ես հասկանում եմ, որ քաղաքական հետապնդումները դրանք անթույլատրելի են եւ այն երկրները, որոնք քաղբանտարկյալներ ունեն, իրանք ոչ մի առաջադիմություն չեն կարող արձանագրել։ Այսինքն ստեղ ներկա գտնվելով դուք ավելի շատ դեմ եք երևույթի, նման երևույթի դեմ։ Ինչպես ասացի 90-ականներից ես Հայաստանի քաղաքական կյանքի մեջ կամ թե որպես ակտիվ մասնակից, թե որպես դիտորդ եւ միշտ էլ քաղբանտարկյալների առումով ես իմ բողոքի ձայնը բարձրացրել եմ եւ նույն տրամաբանությամբ էստեղ եմ։
Իսկ ինչ է կարծում, հնարավոր է մյուս օրինակ քաղբանտարկյալների յուրայիններին հասկացնել, որ սա մեր բոլորիս խնդիրն, այլ ոչ թե առանձին խմբերի առանձին պայքարելու խնդիրը։ Կարծում եմ, որ քաղաքական այրերին կունենան այդ համապատասխան քաղաքական հասունությունը, որ հասկանան, որ այս քաղաքական հետապնդումները, այսպես ինչպես ասում են, այս ուխտը բոլորից դրան առաջ չոքելու է կամ չոքել է արդեն եւ հետեւաբար պետք է համատեղել ջանքերը, այստեղ մեր ու ձեր չանել։ Եվ քանի որ մոտենում են 26 թվականի հերթական կամ արտահերթ ընտրությունները, հնարավոր է, որ ձերբակալումները, ճնշումները բանտարկելով ավելի խթանան եւ նոր դեմքեր հայտնվեն ճաղերի ետևում։ Ինչպես գիտեք, Փաշինյանի քաղաքական վարկանիշը շիշակից ցածր է, այսինքն իշխող քաղաքական ուժի համար նա ունի բավական ցածր քաղաքական վարկանիշ, մոտ 15%, եւ ընտրություններին ընդառաջ նա ցանկանալու է քաղաքական, այսպես համատարած վերահսկողություն հաստատի, բայց կարծում եմ դա իրան չի հաջողվի եւ ի վերջո կփորձի, բայց քաղաքական վերահսկողություն հաստատելը, տոտալ վերահսկողություն հաստատելը կարող է նույնիսկ բերի քաղաքական քաոսի, կարող է հանգեցնի սոցիալական բունտի կամ այլ տեսակի արդեն անկառավարելի շարժումներին։ Փաշինյանը այս առումով տանում է հետողությամբ եւ ինչքան հասկանում ենք իր նկարագրից այդ մարդը բարոյական արգելակներ չունեցող քաղաքական գործիչ է եւ թերևս չի խուսափի նաեւ այդ ճանապարհով գնալուց, եթե իհարկե վստահ լինի, որ դա իօքուտ իրան կլինի, բայց հնարավոր է, որ նաեւ որպես փրփուրներից կախված դա իր համար դիտարկվի վերջին քայլ։ Ամեն դեպքում չի նկատվում, որ ինքը դադարեցնում է այդ ճնշումները, նորանոր շերտերի են գրավում, եթե հետևենք սկզբից ասենք Սասնածռեր, հետո Սրբազան շարժման մասնակիցներ, հետո եկեղեցականներ, Սամվել Կարապետյան, բլոգերներ, հենց աստիճանաբար այդ շարքը ընդլայնվում է։ Հա։ Եվ ի վերջո ստացվում է ըստ ձեր խոսքերի, որ Նիկոլ Փաշինյանը ինքը իր գլխին սարքում է, ժողովրդի լեզվով ասած։ Հա, ի վերջո դա է ստացվում, որովհետև կարծում եմ սա որևէ լավ տեղ չի տանի ոչ իր համար, ոչ Հայաստանի համար, դե պարզապես այսպես է, չէ, որ ասում են, եթե Աստված մեկի հոգին ուզում առնի, սկզբից խելքն է առնում, փոխաբերական առումով հոգին առնելու, ես նկատի ունեմ քաղաքական հոգետվության մասին, սկզբից խելքն է առնում։ Բոլոր դասագրքային ճշմարտություններում, դասագրքային ճշմարտություններով այն ինչ որ անում է դեմա իր շահերին, գուցե ինչ որ մարտավարական առավելություն ապահովում, բայց դա վերջին հաշվով իր թուլության ցուցիչն է եւ ռազմավարական առումով նա տանուլ է տալու։ Ինչ կոչով կդիմեք մեզ դիտորդներին։ Կոչս հիմնականում այն է, ես շատ կոչով չեմ սիրում հանդես գալ, բայց այնա որ կան այսպես սկզբունքներ, այդպես համամարտկային սկզբունքներ, համամարտկային արժեքներից բխող սկզբունքներ եւ այդ սկզբունքների շուրջ անկախ քաղաքական նախասիրություններից մենք պետքա մեր ձայնը բարձրացնենք, որտեղ սկզբից դա կարա լինի քաղաքական այդպես հարցերով խնդիրներ, բայց կարող է լինի այսինքն այն տեսակ մարդու իրավունքներին վերաբերող աննշան կենցաղային խնդիրներ, որտեղ եթե արդարադատությունը չի աշխատում, ինքը չի աշխատում նաեւ դեպքում։ Այսինքն յուրաքանչյուրի շահերից է բխում այսօր կանգնել քաղբանտարկյալների պաշտպանության շարքերում։ Շնորհակալություն պարոն Զոհրաբյան, մաղթանքս Հայաստանին ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում նաև Սասնածռերին։